Ես մի տեն եմ խնդրում, ես արցախցի, քաղաքացիությունը տենելով եկա։ Ստացել եք քաղաք։ Տուն առել եք։ Տունը ձեր 7 միլիոն է։ Իմ ձեր 5 միլիոն է տալիս։ Ես խնդրում եմ։ Քանի հոգ եք տանը։ Մենակ եմ հասել։ Գնայինք եղբայր, գնայինք։ Այդ ծրագրերը մենք հիմա նայում ենք, տեսնենք ում համարա, ում հարցնա լուծել, ումը չի լուծել, ոնց կարանք փոխենք։ Ստորոտը խնդրում։ Համոզված եղեք մենք ձեր կողքին կանգնած ենք։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Նոր զրուցում ենք, մի հատ հետաքրքիր առաջարկ ունի քաղաքացին։ Պարոն Բաշինյան, տեղ գյուղացի եմ ես։ Ամուսանրանիկա, տեղ գյուղացի կարստատեն, ազգանու Շեգունցը։ 23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահող ընկելա Թուրքին։ Հիմա իրանք նստած են մեջ։ Մենք այդ պասեփական հողեր ալալ։ Մոտորապես 50 հոգի։ 50 հոգի հող ալալ։ Մեկ հողած զրկվալ են։ Ասես ունեցվածքից զրկվալ են։ Առաջի տարի փոխհատուցում են տվալ։ Հեկտարին 500,000 փող են տվալ, որ ասենք այդ ծորենը մեկ պիտի հնձեիք, չեք հնձա, մնացածը Թուրքին։ Հիմա իմ խնդրանքս է, կամ պետպահուստի հողերից մեզ հատկացնեն 100 հեկտարա, կամ շուկայական գնա Կա ստեղ պահուստի հող։ ունենք բաժանացա ժողովրդից։ Բաժանացա։ Մեկական հեկտար։ Ամեն դեպս մենք կնայենք այդ խնդիրը մեր օրակարգում է, թե ոնց լուծենք։ Մեր պլան անենա հնարավոր է շուտ սահմանազատում անենք այդ խնդիրը լուծենք։ Փոխհատուցում տան, այդ վնասը մեկ Հասկացա ես ձեզ, մտածեք։ Մեր ամենապլան անենա, որ սահմանազատումը արագ անենք, սահմանազատումը այդ հարցը։ Կամ պետպահուստի հողերից հատկացնեն, կամ փոխհատուցում տան, կամ շուկայական գնով Կամ էլ սահմանազատումը շուտ անենք, այդ խնդիրը լուծենք։ Եկամուտից զրկել։ Հասկացա, չէ, հասկացա, եթե Պիտի եկամուտ վերցնի, այդ հողից չեն վերցնում։ Եթե 10 տարի հարց կլինի, ձեր ասած տարբերակները կնայենք, բայց էլի ասում եմ Եթե փոխհատուցում տան ասենք մեր գյուղում շուկայական գինը մի հեկտարը մոտավորապես 1 միլիոն դրամ է։ 100 միլիոնը պետության համար կառավարության համար գիտեմ թե 0 կան, բայց մեր համար մեծ կան։ Շատ լավ։ Ես մի բան էլ ասեմ, մենք տեսեք, ժողովուրդ բոլոր հարցերը կլուծենք, բայց մենք էլ մի կողմից մի պայման ունենք, մենակ մի պայման, որ տեղ խոշորացված համայնքում, Կորնիձորում, Արավուսում, մյուս բնակավայրերում մի պայման ունենք։ Խանութ եք գնում, բան եք առնում, առանց ՀԴՄ-ի դուրս չեք գալիս։ Այդ պայմանը կատարեք, մնացած պայմանները, մնացած հարցերը մենք կլուծենք։ Հա, բայց ժողովուրդ ջան, տեսեք, այսօր նաև էդ էլ ասեմ, այն որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կա, այդ խնդիրների չլուծման պատճառը գիտեք որն է, մեր չվերցրած ՀԴՄ-ներն է։ Որտեղ 100 միլիարդներ, տրիլիոնների գումարներ, որ պետք է տնտներ պետական բյուջե, չի մտե պետական բյուջե։ Եվ հետևաբար իմ խնդրանքն է նա, որ ահա, այդ տներ 16 միլիոնի տներն են։ Տեսեք ոնց է ճանաչում։ Խնդրեմ։ Համարտի կողմնաց պասակում և բնակիչների խնդրանքով միացում ուզում են Համեցեք։ մեր ես դիմացի ձորակը ավազոտ ձորակ։ Երևի դարերից եկած այդ ձորակից բնակիչները օգտվել են շինարարության համար։ Ինքը շատ որակին ավազ։ 2025 թվական Արդյունահանման հարց եք բարձրացրել։ Այսի քնչական գործը հարուցված, այսի ես ձեզ ասել եմ, այսի ստեղից օգտվել է հազարավոր տարիներ առաջ փոսալոցում են կարել, բանակնատարել։ Հա, ապորինի օգտագործել։ Եկել է, բանը, չէ, ապորինի չի օգտվել։ Պեկը եկել է 63 Մեր սիգնալը հնչեց։ Կաշխատենք, դե աշխատենք, հարցերը հավաքեք, աշխատենք, լուծումները գտնենք։ Ժողովուրդ ջան, պետք է մենք արդեն գնանք կներեք։ Երեխեքը, ուրա երեխեքին թողա։ Նատես միկրոֆոնը վերց։ Ասեք, ես երեխեքին բաժանեմ, դուք ասեք, ես լսում եմ ձեզ, ասեք։ Ահա։ Ում չեմ տվել։ Ինչ եք ուզում։ Ձեր ազգանունը ինչ է։ Տիկին Մինասյան, մեր օրենքի համաձայն նախընտրական շրջան մենք իրավունք չունենք ոչ մի նյութական խոստում տալու։ Եթե մենք նյութական խոստում տանք, դա քրեական հանցագործություն է։ Պետք է մեր դեմ քրեական գործ հարուցել։ Նյութական խոստում չենք կարող։ Ասեք։ Շատ գոհ եք մեր տարող ուղղից։ Մենք էլ ենք։ Բա մենք ինչքան ենք գոհ։ Բա որ իմանաք մենք ինչքան ենք գոհ։ Մերտեղ գյուղը զարգացել է,
բարգավաճել է մեր երեխաները, մեր սերունդը։ Բավարար իմանաք մենք ինչքան ենք գոհ։ Ապրի բոլորս գոհ ենք իր արածի համար, մենք սենց բաներ երբեք չենք տեսել։ Մի հատ միկրոֆոնը տվեք։ Պարոն վարչապետ, կաշկապ։ Մի հատ ուզող հարց ունեմ։ Հիմա ես ինչքան եմ որ ոչորագործները 30 տարվա սեփականաշնորհած հողս վերցրել 3 հեկտարը։ Եղլայինց ընդամենը 6 հեկտար հող։ 7 շուր բազմասավ։ Այդ որտեղ են վերցրել։ Շփկե կոչվող հողը։ 91 թվին անցեմ կացած ժիտոնա, մի րոպե։ Անցեք կացած սեփականաշնորհ հարևան։ Ջորջան, անկեղծ ասեմ, հիմա սենց չէ, ոտի վրա չեմ կարող այդ հարցերը պատասխան։ Հիմա սահմանազատում սահմանագություն չեմ հասկանում։ Կար հույսերս կտրեմ, որ Չէ, մի կտրեմ։ Չէ, մի կտրեմ։ Հույսերս կտրեմ։ Չէ, չէ։ Absolutно լուբա, բայց մենք բոլորս գոհ ենք պարոն Խոբոչից։ Շնորհակալ եմ։ Բաժին չունի, այս հող այս հարցը։ Շնորհակալ եմ։ Ջորջան, Ես եմ միայն հարևանս եմ։ Ես էլ 3 հեկտար, ես էլ միայնակին եմ հնա։ հասկացա, Ջորջան։ Իմ դաշտը 3 հեկտարն է, մնացել է 5-րդ տարին է։ Այդ որ թվից, որ թվից։ 91 թվի սեփականաշնորհը։ 30 տարի պարապ։ Հիմա ով է ում սեփականությունն է։ 91 թվի։ Չէ, հետո 5 տարի որ վերցրել է։ Հա։ 21 թվին վերցրել է, ժիտոնի սեփական, ասինքն բանալին Շատ լավ։ բայսատը տարալ։ Մարդը ասեց այդ հարցին լուծումը հիմա կամ սահմանազատումով կլուծեն կամ էլ քաղաքացին ինքը առաջարկ որ արեց այդ առաջարկի տրամաբանության Էդ եմ ասում նոր ձեր հարևաններից մեկ այդ հարցը բարձրացրեք Ջորջան շնորհակալ ենք մենք լսեցինք ձեր բոլոր հարցերը եւ ձեր բոլոր բարձրացրած հարցերով կզբաղվենք մենակ խնդրում եմ հիշեք 2026 թվականի հունիսի 7-ին գնում ենք ընտրական տեղամաս եւ տեր են կանգնում խաղաղությանը, տեր են կանգնում պետությանը, տեր են կանգնում անկախությանը եւ դրա համար ինչա պետք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, այս հիշեք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Հա, նկարում։ Քեզ տվել եմ իրանք խվածքը։ Լավ եղեք, Ջորջա։ Միկրոֆոնը վերադարձնենք։ Ոյ։ Մատ ձեզ է քարտեզ նվիրենք, նոր գնանք, էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Քարտեզ նվիրենք։ Արգանքներս։ Մայիսին տո յուրաներկո հապ։ Հարսին համասը, որ հարսը մոլ ախր։ Շատ ասա, բայց արդեն պետք է գնանք եղբայր, ասա, շուշ։ Ասալեք որտեղ գյուղում բան եք սարքել ֆուտբոլ դաշտ։ Այո, ճիշտ է, սարքելու։ Երբ եմ ասել։ Բոլորն են ասել։ Կորնիձորում սարքել ենք, հեսա տեղում եք սարքենք, անպայման կսարքենք։ Մեր ծրագրում ունենք 100 դաշտ պետքա սարքենք Հայաստանում, տեղում եք սարքենք։ Դակ է բացիատս։ Հա, բայց չեմ տվել այսքան ժամանակ։ Տարօրինակ է։ Գնացինք։ Էլի քարտեզ։ Ահա։ Ժողովրդում չեմ տվել քարտեզ։ Մի քանի հատ բայց։ Պինդ եմ, դուք պինդ եղեք, որ մենք բոլորս է պինդ ենք։ Այսպիսին է տեղ գյուղի մեր հանդիպումը, սիրում ենք ձեզ սիրելի, տեղ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, լավ եղեք։